Ինչպես կործանվեց Ուրարտական վերջին հենակետ ամրոցը, Թեյշեբայինի, ովքեր էին ուրարտացիները, ովքեր ստեղծեցին և ովքեր կործանեցին Բիայնիլի երկիրը, ովքեր էին նրա կառավարիչներն ու հպատակները, դաշնակիցներն ու թշնամիները։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ Զվարթնոցի թանգարանի հարևանությամբ մենք հանդիպեցինք հետաքրքիր սեպագիր արձանագրության։ Այժմ ես նորից այստեղ եմ, այդ արձանագրությունը ձեզ ներկայացնելու և նրա հետքերով նոր առեղծվածի ետևից գնալու համար։ Այս հովտի հողն անմշակ էր, չկար ոչինչ, ինչպես որ Խալդին ինձ կարգադրեց, ես Իլդարունի գետից ջրանց կանցկացրի, այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Ես Ռուսան եմ, Արգիշտիի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը։ Պատմաբանները փաստում են, որ Ռուսան Ուրարտուի թագավոր Ռուսա II-ն էր, իսկ քաղաքը, որի կառուցման մասին խոսվում է, մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում հիմնադրված Թեյշեբայինի։ Թեյշեբայինի կամ Կարմիր Բլուր ուրարտական քաղաք գտնվում է Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա II-ի կողմից մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի առաջին կեսին։ Որպեսզի բացահայտենք Ուրարտուի վերջին հենակետ ամրոցի Թեյշեբայինի գրավման առեղծվածը, նախ պիտի բացահայտենք այդ հզոր թագավորության կառուցման ֆենոմենը։ Հին աշխարհը ռազմիկների և շինարարների աշխարհ էր։ Փորձենք հասկանալ, ինչպիսի ռազմիկներ ու շինարարներ էին Ուրարտուի արքաները։ Ուրարտուն Քրիստոսից առաջ 9-ից 6-րդ դարերում հայկական լեռնաշխարհում գոյատևած հզոր մի թագավորություն է։ Այն ավելի քան 2500 տարի մատնվել էր մոռացության։ Տասնյակ ու հարյուրավոր ազգեր ու պետություններ են վերացել հազարամյակների ընթացքում։ Ուրարտական քաղաքակրթությունն էլ հավանաբար նույն բախտին կարժանանար, բայց մոռացված այդ երկիրը մի անակնկալ հարվածով ասես ջրի երես դուրս եկավ, երբ այս բլուրին դիպավ հնագետի բրիչը։ 1940-ականներին Կարմիր Բլուրում աշխատող հնագիտական արշավախումբը գլխավորում էր Էրմիտաժի թանգարանի այն ժամանակվա տնօրեն Բորիս Պյատրովսկին։ Շարունակվում են Կարմիր Բլուրի պեղումները։ Մեր մոլորակի հնագույն քաղաքակրթության հետքերը կան այս հողում։ Եվ թափանցելով դարերի խորքը, ակադեմիկոս Պյատրովսկին հիացավ Ուրարտուի հրաշալի արվեստով, իսկ պրոֆեսոր Տոկարսկին հմայվեց հայկական խաչքարերի նրբագեղությամբ։ Մասնագիտական երկու խումբ կա, որոնց աշխատանքի համար շատ կարևոր են հոտառությունը և հաջողությունը։ Դրանք լրագրողներն են և հնագետները։ Մեծ հաջողությունը ժպտաց։ Կարմիր Բլուրում այս պահին հնագիտական արշավախումբ է աշխատում։ Ուրարտուն համարում են ամրոցային քաղաքակրթություն։ Քաղաքներն հիմնականում ունեցել են հատակագծեր։ Պետությունը թե ռազմական, թե ստրկական վիթխարի ռեսուրսներ է ունեցել։ Այստեղ տեսնում ենք մենք հարավային դարպասը, որը իրենից ներկայացել է քարե մի պարկ, որտեղ հարձակվող թշնամին փաստորեն խառնվել է, իսկ վերևից պաշտպանները, որոնք գտնվել են գուցե 15-20 մետր բարձրությամբ պարիսպների վրա, նրանց խոցել են նիզակներով, նետերով, քարերով, ինչով հնարավոր է։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ հարձակվող ուժերը առնվել են ակցանի մեջ։
Պատկերացրեք, վերջապես մեծ զոհերի գնով թշնամու բանակին հաջողվեց բաբանների օգնությամբ խորտակել դարպասը, այո, եւ այստեղ հիմա մենք նրանց դերում ենք։ Մենք ուրախությամբ մտնում ենք, ենթադրելով, որ արդեն քաղաքը մերն է, Միջնաբերդը մերն է, հսկայական հարստություն է այստեղ մեզ սպասվում, ավար, եւ հանկարծ մեր առաջ բարսանում է մյուս Պարիսպը, հզորացված որմնահեցերով, եւ ընկնում ենք ինչ-որ մի ամարթաբնակ տարածք, որը դեռ փնտրում ենք, թե որտեղ է մյուս դարպասը, որ դեռ հյուսային կողմում է։ Այսինքն մենք ամբողջ այս Պարսպապատի եզրով անցնենք, վերևից կրելով հարվածներ եւ հասնենք այն մյուս դարպասին, որ կարողանանք մուտք գործել դեպի Միջնաբերդ։ Հայտնի գիտնական Իգոր Դյակոնովի կարծիքով Թեյշեբայինի Միջնաբերդում ապրել է առնվազն 5500 մարդ։ Միջնաբերդի շուրջ տարածվել է բնակելի քաղաքը 6 մետր լայնությամբ ուղիղ ձգվող փողոցներով։ Քաղաքի կենտրոնում բարձրացել է 4 հեկտար տարածք զբաղեցնող վիթխարի երկհարկանի պալատը։ Միջնաբերդը պաշտպանում էին 15 մետր լայնությամբ պարիսպները, հսկայական բազալտե քարերով կառուցված պարիսպներ, հզոր աշտարակներ, անառիկ դարպասներ։ Ինչով էր այն հրապուրում թշնամիներին։ Լինելով Արարատյան դաշտի, ինչու՞ չէ նաև վերջին շրջանում Գուցեվանի թագավորության ամենակարևոր քաղաքներից մեկը, այստեղ կենտրոնացված էր վիթխարի հարստություն։ Հենց այդ հարստությունն էլ գրավում էր թալանչեական պատերազմ մղող ցեղերին։ Մենք ունենք պեղված այստեղ մոտ 150 սենյակ։ Եվ այդ 150 սենյակներում հստակ առանձնանում են ցորենի, գարու, վարսակի շտեմարանները, գինու ահռելի մառանները։ Ենթադրվում է, որ այստեղ պահվել է մոտավորապես 500 միլիոն լիտր գինի։ Արարատյան դաշտի հոյակապ գինին, որ անկասկած նաև տարվել է Վան, մայրաքաղաք եւ այլն։ Կարասները, որոնք հայտնաբերվել են, ունեցել են 250-ից մինչև 1200 լիտր տարողություն։ Հայտնաբերվել է ավելի քան 500 նման կարաս։ Ռուսա II իր կառուցած քաղաքը անվանեց Թեյշեբա Աստծո զինանոց։ Իմացանք, որ ամրոցը գրեթե անառիկ էր։ Եթե դա այդպես է, ինչպես կարողացան գրավել այդ հզոր կառույցը։ Մինչև այժմ ընդունված տեսակետն այն է, որ ամրոցը գրավել են սկյութական ցեղերը գիշերային մի հարձակումով։ Փորձենք հասկանալ, ինչպես է դա հնարավոր։ Սկյութները գիշատի չէին, ծնված, որոնք 100 տարի փորձում էին խորտակել Վանի թագավորությունը, Ուրարտուն։ Ամեն մի նորածին դաստիարակում էր որպես զինվոր, ամեն մի կին զինվորի կին էր կամ ինքն էր զինվոր։ Ամբողջ ռազմականացված այդ վիթխարի մեխանիզմին 100 տարի դիմակայելը արդեն փառք ու պատիվ կբերեր ցանկացած կայսրությանը։ Չմոռանանք, որ ամենահզոր երկիրը Ասորեստանը նույնպես կործանվեց այդ ժամանակ։ Անկասկած գտնական փուլում սկյութները չկարողանալով կռվել ուրարտական ամրոցների դեմ, ծառայության էին անցնում ուրարտական արքաների մոտ, սակայն աստիճանաբար կուտակվելով նրանք վիթխարի ուժ դառան եւ արդեն ստեցին իրենց նախկին տերերի դեմ ոտնձգություններ։ Իսկ ինչ են ասում փաստացի գտածոները։ Կարմիր բլուրի հյուսիսային դարպասի մոտ հնագետները հայտնաբերել են մեծ քանակությամբ սկյութական նետասլակներ։ Դա էլ դարձել է հիմնական փաստարկը, որ քաղաքը գրավել են սկյութները։ Բայց նույն հնագետները պնդում են, որ այս ամրոցում եւ ուրարտական այլ ամրոցներում բազմաթիվ են սկյութական իրերը եւ ենթադրում են, որ սկյութների հետ Ուրարտուն ունեցել է դաշնակցային առևտրային հարաբերություններ։ Միթե դաշնակից սկյութները մի գիշերում թշնամի դարձան եւ գրավեցին Ուրարտուի թագավորությունը։ Փոքր ինչ կասկածելի է թվում։ Միգուցե ուրարտացիները այլ թշնամիներ ունեին եւ հարձակումը ամենևին էլ ամրոցի հյուսիսային կողմից չի եղել։ Մեզ դարձյալ օգնության են գալիս գտածոները։
1930-ականների պեղումների ընթացքում պարզ դարձավ, որ Կարմիր Բլուրում հայտնաբերված ուրարտական իրերը բնավել Թեյշեբայինիում չէին ստեղծվել։ Գիտնականները նկատեցին, որ Թեյշեբայինիում ուրարտացիները կարծես բոլոր քաղաքներից հավաքել էին իրենց ողջ հարստությունը, սրբազան ու նյութական։ Ինչու՞։ Իրերը ծագում են այն հուշարձաններից կամ այն բնակավայրերից, որոնք գտնվում են Կարմիր Բլուրից դեպի հարավ արևելք։ Եզրակացությունն այն էր, որ երբ բանակը մեր հակառակորդը շարժվել է դեպի հարավյան դաշտավայր, այն քաղաքը, որ պիտի նվաճվեր, տեղափոխվել է մոտակա հյուսիսում գտնվող քաղաքը։ Հետո էլ ավելի հյուսիս, ի վերջո իրենք հավաքվել են Կարմիր Բլուրում եւ Կարմիր Բլուրում էլ ստերոթին կործանվել են։ Ես ենթադրել եմ, շեշտում եմ ենթադրել եմ բառը, որ դրանք սկյութները չէին, սովորաբար ենթադրվում է, որ սկյութներն են ավիրել, կործանել Կարմիր Բլուրը, դրանք մեդացիները չէին, ստերևույթին, եւ ամենայն հավանականությամբ այդ բանակը պիտի լիներ Ջաքեմենյան Երանի զորքեր։ Ում զորքերն էլ տապալած լինեն այս ուրարտական ամրոցը, ինչու պիտի ոչնչացնեին քաղաքակրթությունը, մշակույթը։ Սովորաբար նվաճողը յուրացնում է պարտվողի ունեցվածքը, մշակույթը, բայց այս պարագայում կարծես ժողովուրդը վրեժ է լուծել վերջնախավից, մերժելով նրա մշակույթը։ Փոխվել է լեզուն, վերացել են նախկին աստվածները, կամ էլ միգուցե գործ ունենք մի այնպիսի ֆենոմենի հետ, որ կոչվում էր կայսրություն։ Այսպիսով Ուրարտուի անկման մասին երկու իրարամերժ տեսակետ կա։ Մեկն այն է, որ Ուրարտուն կործանել են սկյութները, մյուսը պարսիկները։ Ես հավակնում եմ երրորդ տեսակետն առաջ քաշել։ Եթե Ուրարտուն կայսրություն էր, դժվար թե կործանվեր առանց ներքին հակասությունների։ Փորձենք պարզել Ուրարտուի ներքին խնդիրները։ Մեր Հայաստանի տարածքում, երբ պեղում ես, տեսնում ես մի հնագիտություն, մի մշակույթ, որը ոչ մի կապ չունի ուրարտականի հետ։ Երբ գալիս է ուրարտական արքան, ստեղծում է իր ամրոցները, իր տաճարները, իր քաղաքները, իր ջրանցքները, սրանք ոչ մի կետով չեն համապատասխանում տեղական մշակույթի հետ, նման չէ։ Նրանք Վանի շրջանել են եկել ուրիշ տեղից։ Այսինքն Վանի շրջանի հնագիտությունը մինչև Ուրարտուի անդեղել է այնպես, ինչ որ Հայաստանը, մեր Հայաստանը։ Կարծիք կա, որ ուրարտական վերջնախավի եւ տեղի բնակչության միջև խզումը խոր հակասությունների պատճառ է ստեղծել։ Միգուցե ուրարտական թագավորության վերջին հենակետի գրավման կենտրոնում կանգնած էր հենց հայ էթնոսը։ Ուրարտական քաղաքակրթությունը իր զարգացման ինչ-որ մի փուլում, դա կարող է լինել ստերոթին 6-րդ դարը, անկում է ապրում, եւ անմիջապես դրանից հետո մենք գործ ունենք մեկ այլ անուն կրող թագավորության հետ, որը կոչվում է Արմենիա։ Իսկ Մովսես Խորենացու մոտ այդ թագավորությունը կոչվում է Մեծ Հայք։ Ընդհանրապես ուրարտական մշակույթի այդպես անակնկալ, այդ տեսակ մշակույթի ձևավորման խնդիրը ընդհանրապես առեղծված է, որ այդ բազմազգ ասենք, բազմէթնոս պետությունը, որը գրավոր տեքստերից ակնառու է, որ տարբեր ժողովուրդներ էին բնակվում 9-7-րդ դարերի ընթացքում հայկական լեռնաշխարհում, հանկարծ 6-րդ դարում հիշատակվում է որպես Հայաստան, իսկ 2-րդ դարում ամբողջ հայկական լեռնաշխարհի բնակչությունը դիտարկվում է Ստրաբոնի կողմից գոնե միալեզու, ինքնին առեղծված է այս պրոցեսի արագությունը։
Ուրարտուն այդպես անետ չի կորել։ Ուրարտուն շատ հանգիստ վերափոխվել է բուն հայկական հարստության։ Ուրարտական պանթեոնում մենք ունենք հայկական աստվածություններ, երբ ուրարտերեն լեզվում ունենք բազմաթիվ հայկական բառեր, բազմաթիվ արքաներ հենց բուն հայկական անունն են։ Առաջի արքան կոչվել է Արամե, Էրիմենա անունով թագավոր ենք ունեցել, այսինքն հայ էթնոսը, հայ տարրը Ուրարտու կոչվող պետական համակարգում կատարել է բացառիկ կարևոր դեր եւ ոչ թե վերացել է Ուրարտուն, այլ այնտեղ փոխվել է միայն արքայատողմը։ Գահ է Բարսանում փաստորեն հայկական ծագում ունեցող արքայատողմը։ Իսկ մշակույթը ցույց է տալիս, որ այս թագավորությունը շարունակում է իր գոյատևելը մինչև Աքեմենյան կայսրության կազմի մեջ ընդգրկվելը։ Երբ ընթերցում ենք ուրարտական արքաների սեպագիր արձանագրությունները, տպավորություն է ստեղծվում, որ պալատական գրիչը բովանդակությունը թողնելով նույնը փոխել է անունները՝ Արգիշտի, Մենուա, Ռուսա։ Նրանք բոլորը Աստծո ընտրյալներ են, հզոր թագավորներ, փայլուն ռազմիկներ, անզուգական շինարարներ։ Իսկ ով է շարքային ուրարտացին։ Այս մասին արձանագրություններում ոչինչ չկա։ Որոշ տարբերություններ կան մեր մտածողության եւ ասենք ուրարտացու մտածողության մեջ։ Դա կարող ենք մենք հասկանալ ուսումնասիրելով, ասենք ուրարտերեն լեզուն։ Մենք ինձ միշտ հետաքրքրում էր, մենք ոնց ենք ասում։ Ասում ենք մենք ապրում ենք որտեղ արևի ներքո, հա, արևի տակ։ Ուրարտացին նման բան չի ասի, ինքը կասի ես ապրում եմ արևի դիմաց։ Այսինքն ասենց մոմենտ կա ինքը իրեն կարծես թե հավասար է դարձում արեգակին։ Հասանք եւս մի գիտական թնջուկի՝ լեզուն։ Երբ ուսումնասիրվում էր ուրարտական սեպագիրը, գայթակղությունը, ցանկությունը շատ մեծ էր այն վերծանել հայերեն։ Եվ գիտության, գիտնականների մեջ կռիվը շատ բուրն ու երկարատև էր։ Սկսած Պիատրովսկուց, Դյակոնովից, մինչև Աճարյան, Ջահուկյան եւ անգամ մինչև մեր օրերը։ Դե պարզ է, առաջին հերթին մտածում են հայրենի մասին։ Եվ սկզբից կասկած չկար, որ դա պետք է հայերենը լինի։ Բայց երբ որ նայում ես հայերենի եւ հնդեվրոպական, դες կարծես թե չուներ լեզուն, պետք է տարբերակել հետո կայսրության լեզուն, կայսրության բնակիչների լեզուց։ Երբ որ մենք ասում ենք սովետացի, կարելի է ընդհանրել, որ դա ուրեմն դա ռուսներն են, բայց ռուսները սովետացիները չեն։ Սովետական միության բնակիչները եղել են բազմաթիվ էթնիկական խմբերի պատկանող, կայսրությունը միշտ այդպես է բնորոշվել, իրարից շատ տարբեր։ Այսպիսով ուրարտերենը կայսրության պետական լեզուն էր, բայց այդ լեզվով կարծես թե խոսում էր միայն վերնախավը։ Զարմանալի չէ պալատական քաղաքակրթության համար, չէ որ տարբեր ժամանակներում անգլիական, ռուսական արքունիքներում խոսում էին ֆրանսերեն։ Եթե դա այդպես է, ապա հավանաբար յուրաքանչյուր էթնիկ խումբ խոսում էր իր լեզվով։ Որոնք են այդ խմբերը, ովքեր են շարքային ուրարտացիները։ Շատ հարցերի պատասխաններ դեռ թաքնված են հողի շերտերում։ Ուրարտական հասարակության պատկերը կարող է տալ նոր բացվող այս պեղավայրը, որ Թեյշեբայինի դամբարանադաշտն է։ Այս պեղումները դամբարանների մեզ հնարավորություն են տալիս բացահայտելու այն հարցը, ովքեր են ապրել այստեղ։ Այստեղ միայն Ուրարտուի կենտրոնական շրջաններից եկած պալատական խավն է տեղարկված եղել, կամ բնակչությունը ովքեր են եղել։ Անկասկած այստեղ եղել է սոցիալական տարբեր խավերի մարդկանց թաղումներ։ Այն ինչ որ մենք պեղել ենք, դա միջին խավի գերեզմաններն են։
Եթե մեզ հաջողվի հայտնաբերել նաև վերնախավի թաղումներ, ապա այս դեպքում մենք կարող ենք բաղդատել եւ փորձել իմանալ տեղաբնիկների ծեսը ինչ հարաբերակցության մեջ է եղել, ասենք պալատական խավի թաղման ծեսից, որին հատուկ է եղել դիակիզում, ասենք։ Տեղաբնիկների եւ վերնախավի միջև ռազմական բախման մասին որևէ փաստ գտածո դեռ չկա։ Սա մի վարկած է, որ կարող է անել 21-րդ դարում ապրող մարդը, որ բազում կայսրությունների կործանում է տեսել։ Պալատական քաղաքակրթությունն էր նաև ուրարտական քաղաքակրթությունը, այսինքն տիրապետող խավի ստեղծված մշակույթներ, որը կարգավորում էր որոշակի ֆինանսական, գաղափարական, իրավաբանական, իմպուլսներով անդադ վերահսկողության տակ էր պետությունը։ Այդ կառույցը, որ փլվեց, կարծես թե ինչ որ ձևով փլվեց նաև այս ամբողջ այդ աշխարհը, ոնց որ թե փլվեց։ Շատ լավ օրինակ է այս մեր աչքի առաջ սովետական միությունը։ Իսկապես ուրարտական եւ սովետական կայսրությունների միջև կապը ցնցող է։ Ես կասեի միստիկական։ Ուրարտական ռազմի աստծո Թեյշեբայի արձանիկը լույս աշխարհ եկավ դեռ 1941 թվականի հունիսի 21-ին։ Հաջորդ առավոտյան 1941 թվականի հունիսի 22-ին Սովետական միության տարածքում գերմանական ռումբերի ոլորտը ազդարարեց հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Այսպիսով ստիպված ենք արձանագրել, որ Ուրարտուի անկման պատմությունը մնում է մշուշի մեջ։ Քանի դեռ անհայտ է կայսրության էթնիկական խճանկարը, ապացուցված չէ ուրարտացիները բնիկ էին թե եկվոր, ինչ լեզվով էին խոսում, Ուրարտուի թագավորության շուրջ առեղծվածները մնում են։ Այդ առեղծվածները գուցե բացահայտենք մեր հաջորդ հաղորդումներում, իսկ միգուցե մինչ այդ Կարմիր Բլուրում ուրարտացի արքայի դամբարան հայտնաբերվի։ Օդային հնագիտություն։ Ինչ առեղծվածներ են բացահայտվում Հայաստանում թռչնի հայացքի բարձրությունից։ Հայտնաբերվեց հենց Կիկլոպյան ամրոցը, Արդյոք կգտնենք Սուրբ Սարգսի գերեզմանը։